Բարև ձեզ, Շան Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր ապրիլի 15-ն է, երեքշաբթի։ Վարչապետն այսօր խորհրդարանում էր, Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին հիմնական զեկույցը, խոսելով Թալանի վերադարձի և խաղաղության մասին։ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունից հետո միայն 2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են։ Այս արձանագրումով է վարչապետը սկսում իր զեկույցը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով հետհեղափոխական 7 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 4.2 միլիարդ դոլար, ինչն արդյունքն է Թալանի դեմ պայքարի։ Թալանվածը ետ բերելու, հանցագործներին պատժելու հեղափոխական օրակարգը մոռացության մատնելը իշխանության հասցեին ամենահաճախ հնչող մեղադրանքն ու քննադատությունն է, նկատում է Փաշինյանը, բայց կտրականապես մերժում այդ քննադատությունը հետևյալ պատճառաբանությամբ։ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը այո տվել է թալանվածը ետ բերելու, հանցագործներին պատժելու խոստում։ Բայց հեղափոխությունը եւ անձամբ ես խոստացել ենք նաեւ, որ հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում վենդետաներ չեն լինելու, որ Հայաստանը լինելու է օրենքի եւ իրավունքի գերակայության երկիր։ Ուրեմն ինչպես ենք համատեղելու այդ թվում է իրար հակասող օրակարգերը։ Իրականում օրակարգերը իրար չեն հակասում եւ մենք հենց այդ օրակարգերի իրակցմամբ ենք զբաղված եղել եւ շարունակում ենք դրանով զբաղվել, այն է բացառել վենդետաները, վերադարձնել թալանվածը, պատժել հանցագործներին եւ Հայաստանի Հանրապետությունը չդարձնել բեսպրեդելի սև խորշ աշխարհի քարտեզի վրա, այլ ընդհակառակը օրենքի գերակայությունը դարձնել անշրջելի եւ ինստիտուցիոնալ։ Սա հարցի իրավաքաղաքական եւ բարոյական կողմն է, ասում է կառավարության ղեկավարը, ներկայացնելով նաեւ գործնական կողմը։ Ըստ նրա, խնդիրն այն է, որ թալանվածը պահեստավորված չէ մի կոնկրետ հասցեում, որ գնաս, բարձես բեռնատարները եւ վերադարձնես, թալանվածը տեղաբաշխված է տարբեր տեղերում, տարբեր ձևերով։ 2019 թվականից սկսել ենք Թալանի գործյան հանգույցը արձակելուն ուղղված համակարգ ձևավորել։ Այդ գործը արել ենք հետևողական ու սկզբունքորեն։ Այդ գործը հետևողականորեն շարունակել ենք COVID-ի համավարակի, պատերազմի, ետպատերազմյան ճգնաժամի, տարածաշրջանային էսկալացիաների, համակարգային թալանի դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերի դիմադրության, աշխարհակարգի փլուզման, Հայաստանի ժողովրդավարական իմիջը միջազգայինորեն պահպանելու կենսական անհրաժեշտության պայմաններում, զուգահեռ տնտեսությունը աճեցնելով աննախադեպ չափերով 43.5%-ով։ Այս համատեքստում վարչապետն անդրադառնում է նաև դատաիրավական ոլորտում իրականացրած փոփոխությունների։ Նիկոլ Փաշինյանի խոսքով Հայաստանում այսօր գործող դատավորների կազմը մոտավորապես 60%-ով նշանակվել է 2018 թվականից հետո։ Բացի դա 0-ից նոր հակակոռուպցիոն դատարան է ստեղծվել։ Իսկ ապօրինի գույքի բռնագանձման համակարգի ներդրման արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 210 միլիարդ դրամի գույք եւ դրամական միջոցներ։ Կառավարության ղեկավարն ընդգծում է նաև քաղաքացու լավ կամ վատ ապրելու չափանիշ ոչ միայն այն է, թե որքան է ինքնանձամբ վաստակում, այլև այն, թե որքան է ինքնանձամբ հարկ վճարում պետական եւ համայնքային բյուջե, որովհետեւ ըստ նրա հնարավոր չէ լավ ապրել ցեխակոլոր ճանապարհներ, մութ ու խավար փողոցներ ունեցող, ծառից ու ծաղկից զուրկ զբոսայգի ու պուրակ չունեցող, խմելու եւ ոռոգման ջրի համակարգեր, կոյուղի չունեցող բնակավայրերում։ Կապ չունի շաբաթը քանի անգամ ես մսով ճաշ ուտում։ Եթե ապրում ես այդպիսի ամբարիկարգ միջավայրում, ուրեմն աղքատ ես։ Ուզում ես օրը 6 անգամ մսով ճաշ կեր։ Եթե տեղ ես այդ միջավայրում ես ապրում, ուրեմն աղքատ ես։ Ուրեմն բարեկեցությունը քեզնից հեռու է այնքան, ինչքան Պլուտոնը արևից։ Կարելի է շաբաթը ոչ մի անգամ մսով ճաշ չուտել ու լինել շատ ավելի բարեկեցիկ համայնքում ունենալով կամ թաղամասում, լավ դպրոց, մանկապարտեզ, բարեկարգված փողոց ու զբոսայգի, բարեկարգ ու լուսավոր փողոց եւ այլն եւ այսպես շարունակ։
Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է անվտանգությունը մարդու բարեկեցության առանցքային գործոններից է, հացին առնվազն հավասար։ Վարչապետը հիշեցնում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլում են։ Փաշինյանը հայտարարում է, պատրաստ է Հայաստանի ժողովրդի անունից իր ստորագրությունը դնել համաձայնագրի տակ, մինչդեռ Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը պաշտոնական մակարդակով կապում է երկու հարցի հետ։ Դրանցից առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումն է։ Եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ինչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը։ Բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը առնվազն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ, եւ մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը չի դիտարկում որպես Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը, Ադրբեջանի տարածքում փակելուն եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ։ Փարատելու համար այս մտահոգությունը մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության համաձայնագիրը եւ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ։ Ինչ վերաբերում է սահմանադրությանը, ապա Փաշինյանի խոսքով, եթե մեր սահմանադրության հետ կապված Ադրբեջանի դիրքորոշումը ոչ թե պատրվակ է, այլ անկեղծ մտահոգություն, այդ մտահոգությունը փարատելու ամենաարդյունավետ միջոցը ոչ թե համաձայնագիրը չստորագրելն է, այլ ստորագրելը, որովհետև մեր օրենսդրությամբ կառավարությունը պարտավոր է խաղաղության համաձայնագրի տեքստն ուղարկել Հայաստանի սահմանադրական դատարան, դրա համապատասխանությունը մեր սահմանադրության հետ ստուգելու համար։ Եթե բարձր դատարանը որոշի, որ համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, այդ պարագայում համաձայնագիրն ազգային ժողովում վավերացնելու ոչ մի խոչընդոտ չի լինի եւ խորհրդարանում վավերացնելուց հետո կգործի սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետը, որտեղ ասվում է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։ Վարչապետի գնահատմամբ պատերազմի որևէ հիմնավորում չկա։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը։ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները արժանի են խաղաղության եւ խաղաղ համակեցության։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Վահագն Ակոբյան, Հորիզոն։ Բաքվի զինվորական դատարանում 3 շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծ ու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների քննարկվել է Շուշի Ստեփանակերտ շրջանցիկ ճանապարհի վրա 90-ականներին կամրջի պայթեցման հարցը։ Ցուցմունք է տվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը խնդրել է հաջորդ նիստից առաջ իրեն ժամանակ տրամադրել հարցերին պատասխանելու համար։ Միջնորդությունը բավարարվել է։ Հաջորդ շինծ ու դատավարությունը նշանակված է ապրիլի 17-ին։ Հիշեցնենք, որ Բաքվի դատարանում այսօր շարունակվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծ ու քրեական գործով դատավարությունը։ Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության պայմանագիրը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը, նշելով, որ Անկարան աջակցում է այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Տարածաշրջանային եւ միջազգային անցուդարձի մյուս նորությունները տեսաշարում։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Օմանի մայրաքաղաք Մասկատում ապրիլի 19-ին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Ապրիլի 12-ին Օմանում կայացել էր ԱՄՆ-ի եւ Իրանի ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ քննարկվել էին իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման պարամետրերը։ Իրանի պատվիրակությունը ներկայացնում էր երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան կողմը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Հանդիպման ընթացքում կողմերը դիրքորոշումներ էին փոխանակել Իրանի միջուկային ծրագրի եւ Իրանի դեմ պատժամիջոցների վերացման հարցի վերաբերյալ։ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է հասնել Իրանի միջուկային ծրագրի կրճատմանը։ Նրա խոսքով Վաշինգտոնը պատրաստ է փոխզիջման գնալ Թեհրանի հետ։ Իրանը պետք է ձերբազատվի միջուկային զենքի հայեցակարգից, նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Այս մասին կրկին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Եթե պետք է իսկապես կոշտ միջոցներ ձեռնարկել, մենք դա կանենք, մինչև անգամ կարող ենք ոչնչացնել Թեհրանի միջուկային օբյեկտները։ Իրանը հզոր երկիր է, չեմ կարծում, որ նրանք մեզ հետ խնդիրներ ունեն, եւ ես նույնպես չեմ ուզում, որ մենք նրանց հետ խնդիրներ ունենանք։ Ես խաղաղություն եմ ուզում։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Թեհրանը ցանկանում է Վաշինգտոնի հետ գործ ունենալ, բայց չգիտի ինչպես։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Մոսկվան հասկանում է Վաշինգտոնի հետ փոխշահավետ գործարքի եւ նոր ծուղակի տարբերությունը։ Եվ հիմա, երբ մեզ առաջարկում են, ինչպես Դոնալդ Թրամփն է ասում, գործարքներ, մենք դա լավ իմաստով ենք ընկալում։ Մենք հիանալի հասկանում ենք, թե ինչ տեսք ունի փոխշահավետ գործարքը, որը մենք երբեք չենք մերժել, եւ ինչ տեսք ունի այն գործարքը, որը կարող է մեզ մեկ այլ ծուղակի մեջ գցել։ Կոմերսանտ թերթին տված հարցազրույցում Լավրովը նշել է, որ իզուր չէր, որ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունենալով հատուկ ռազմական գործողության ամենաթեժ պահին, ասել է, որ իրենք սովորել են իրենց դասերը եւ ամեն ինչ երբեք այնպես չի լինի, ինչպես եղել է մինչեւ 2022 թվականի փետրվարը։ Միաժամանակ ռուս դիվանագետն ընդգծել է, որ Վաշինգտոնի հետ հարաբերությունների վերականգնումից հետո Մոսկվան չպետք է թույլ տա տնտեսական, տեխնիկական, ռազմական եւ այլ ոլորտներում կախվածության կրկնությունը։ Նախարարը խոսելով Միացյալ Նահանգների հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին նշել է, որ հիմնական բաղադրիչների շուրջ համաձայնության գալը դժվար է։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆն էլ Fox News-ի եթերում ասել է, որ Միացյալ Նահանգներն առաջ է շարժվում Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով գործարքի շուրջ բանակցություններում։ Ուիտկոֆը նշել է, որ Սանկտ Պետերբուրգի բանակցություններն իրեն համոզել են, որ Պուտինը մշտական խաղաղություն է ցանկանում։ Նա հավելել է, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև առևտրային գործարքները նույնպես բանակցությունների մաս են կազմել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ չնայած գործադրվող ջանքերին Ռուսաստանը բացահայտ հրաժարվում է գրակի դադարեցումից։ Զելենսկին նշել է, որ եթե Ռուսաստանի վրա բավականաչափ ուժեղ ճնշում չլինի, ապա պատերազմը կշարունակվի։ Այս ընթացքում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը Կուրսկի մարզի օդային տարածքում ոչնչացրել են 109 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։ Դրոնների մի մասը սակայն չեզոքացնել չի հաջողվել։ Կուրսկի նահանգապետը հայտարարել է, որ հարվածների հետևանքով հրդեհներ են բռնկվել մարզկենտրոնի 3 բազմահարկ շենքերում։ Մեկ տարեցկին զոհվել է, եւս 9 մարդ վիրավորվել է։ Նախարարությունից նաեւ հայտարարել են, որ եւս 3 հատ ՍՍ է խոցվել Վորոնեժի մարզի եւ մեկական անօդաչու թռչող սարք Մոսկվայի, Բրյանսկի եւ Օրյոլի մարզերում։ Թուրքիայի ոստիկանությունը հայտարարել է թմրանյութերի վաճառքով զբաղվող խոշոր հանցավոր խմբի դեմ իրականացված գործողության մասին։ Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ թուրքական ոստիկանությունը գործողությունն իրականացրել է Գերմանիայի, Իսպանիայի, Բելգիայի եւ Նիդերլանդների իրավապահների հետ միասին։ Համատեղ գործողության արդյունքում ձերբակալվել է 234 մարդ, առգրավել 21 տոննա տարբեր տեսակի թմրանյութ։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ստորաբաժանումների ներկայացուցիչները Ագարակի անցակետում հանդիպում են ունեցել Իրանի Նորդուզ անցման կետի անձնակազմի հետ։ Հանդիպմանը ներկայ են գտնվել նաև Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ներկայացուցիչները, ինչպես նաև Սյունիքում Իրանի գլխավոր հյուպատոսը։ Հանդիպմանը քննարկվել են անցակետի բնականոն աշխատանքի հետ կապված հարցեր։ Դիտարկվել են նաև սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացքը, ինչպես նաև անցակետի մուտքի եւ ելքի ընթացակարգերի առանձնահատկությունները։ Անդրադարձ է կատարվել նաև մաքսային գործառույթների եւ հսկողության արդյունավետության բարձրացման ուղղված աշխատանքներին։ Պետական եկամուտների կոմիտեն հայտնաբերել է Հայաստան ներկրված շուրջ 85 կիլոգրամ հաշիշ տեսակի թմրամիջոց։ Մանրամասները մեր գործընկերների տրամադրած տեսանյութում։ Քաղաքացիներին թմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից զերծ պահելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ։ Օրերս Ագարակ մաքսային անցման կետում պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած քաղաքացու կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան եւ կցորդը։ Արդյունքում կցորդի հատվածում նկատվել են կասկածելի զանգվածներ։ Այս տեղեկությունը փոխանցվել է մաքսանենգության դեմ պայքարի վարչություն ու համատեղ շարունակվել է բեռնատար մեքենայի եւ կցորդի մաքսային զննությունը, օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ եւ ծառայողական շներ։ Կցորդի հատակի հատվածում հայտնաբերվել է գաղտնարան, ուր տեղադրված է եղել ավելի քան 85 կիլոգրամ կշռող 112 փաթեթ, լցված հաշիշ տեսակի թմրամիջոցի զանգվածով։ Դրանք փաթեթված են եղել թափանցիկ պոլիէթիլենային թաղանթով եւ փայլաթիթեղով։ Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծակած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի ՎՀ-ն, ով ներկայացվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Դեպքի արդիվ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում Իրանի քաղաքացին ձերբակալվել է։ Քրեական վարույթի նախաքննությունը փոխանցվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։
Ներկայումս պետական եկամուտների կոմիտեի, ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության եւ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկվել են լայնածավալ քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Թմրամիջոցները Հայաստանի Հանրապետության տարածքում ստացող դրա հետագա իրացումը կազմակերպող անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունում պաշտոնապես գործարկվել է զանգերի կենտրոնը։ Այսուհետ քաղաքացիները կարող են զանգահարել 8422 կարճ համարով միգրացիայի եւ քաղաքացիության հետ կապված հարցերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով։ Կենտրոնի գործարկումը նպատակ ունի բարձրացնել հանրության իրազեկվածությունը ոլորտին առնչվող խնդիրների շուրջ։ Զանգերի կենտրոնի հիմնումը խոսում է միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության քաղաքացիակ կենտրոն օրակարգի հետևողական ձևավորման մասին։ Կենտրոնում սպասարկումն իրականացվում է մի քանի լեզուներով, անգամ Արցախի բարբառով։ Դիանա Հովանիսյանը, ով նույնպես Հայաստան է եկել Արցախից, արդեն 1 ամիս է աշխատում է նոր բացված կենտրոնում, սպասարկում հատուկ բռնի տեղահանված անձանց համար առանձնացված գիծը եւ օգնում հայրենակիցներին։ Զանգերը օրվա կտրվածքով բավականին շատ են լինում, ընդհանուր օրվա մեջ մոտ 500-600 զանգ լինում է եւ արցախցիներն էլ այդ թվում բավականին զանգում են եւ տարբեր հարցադրումներով սպասում սպառիչ պատասխանների։ Կոնկրետ ավելի շատ այս պահի դրությամբ կապված հետագա արցախցիների ծրագրերի հետ զուտ ավելի շատ քաղաքացիություն ձեռք բերելու հարցադրումներ են անում։ Իսկ ինչու է կարևոր զանգերի կենտրոնի հիմնումը, քանի որ երկար տարիներ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը քաղաքացիներին սպասարկել է թեժ գիծ ֆորմատով, առանց հետադարձ կապի հնարավորության։ Ըստ ծառայության պետ Նելի Դավթյանի, դա է եղել պատճառը, որ անհասկանալի է եղել, թե որքան է ռեալ պահանջարկը։ Ներդրումից հետո սպասվում են նոր փոփոխություններ ծրագրային առումով։ Այո, մենք ինքնապատասխանիչի ձևաչափով եւ նաեւ այս պայմանը մշակում ենք ինքնապատասխանիչ մենյու, այսինքն մարդիկ կարողանան լսել իրենց կողմից հաճախ բարձրաձայնվող հարցերի պատասխանները առանց օպերատորին միանալու եւ ինքնապատասխանիչի ձևով բաշխում ենք զանգերը ըստ թեմաների, որպեսզի ավելի նեղ մասնագիտացված հեռախոսավարներ կարողանանք պատրաստել եւ առավել սպառիչ պատասխաններ հնչեցնել։ Օտարերկրացիների գծով ունենք առանձին մասնագիտացված ստորաբաժանում քաղաքացիության հարցերով, անձնագրային հարցերով եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանված անձանց հարցերով։ Կարևոր եմ համարում այս նախաձեռնությունը, ուրախ եմ արձանագրելու նաեւ, որ հենց այս մասով զանգին պատասխանում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձ եւ երբեմն այս բարբառային հաղորդակցությունը առավել վստահություն է հաղորդում շփմանը։ Ասելով զանգերի կենտրոն, պատկերացնում ենք ահռելի տարածք, որտեղ կան բավականին շատ աշխատակիցներ, բայց իրականությունն այլ է։ Կենտրոնը փոքր է, քիչ, բայց պրոֆեսիոնալ սպասարկող թիմով։ Նշեց Նելի Դավթյանը, հավելելով, որ մոնիթորինգի արդյունքների համաձայն գրեթե ամեն օրվա վերջում բաց թողնված զանգերի ցուցանիշը լինում է 0։ Նարինե Բարսեղյանի խոսքով սպասարկման որակի գնահատման մի շարք գործիքներ բարելավվել են Եվրոպական խորհրդի աջակցության միջոցով։ Զանգեզոր համակարգի ներդրումով մենք կարողանում ենք ապահովել զանգերի անհամեմատ մեծ թողունակություն, իրականացում է զանգերի բաշխում, որակի վերահսկողություն, կատարում է գաղտնալսում, ինչպես նաև իրականացվում է մոնիթորինգ։ Բաժինը զանգերի կենտրոնի ներդրմամբ, զանգեզոր համակարգի ներդրմամբ բաժինը ներդրվեց ավելի պրոֆեսիոնալ հիմքերի վրա եւ բաժինը մարդը կարիքի մեջ բարեգործական կազմակերպության կողմից բազմաթիվ անգամներ մասնակցել է վերապատրաստման դասընթացների։ Կենտրոնի բացմանը ներկա էր նաեւ Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրինության բաժնի ղեկավար Շնուց Դյուրը, ով կարևորեց կենտրոնի բացումը արցախցիներին արագ եւ մատչելի տեղեկատվություն տրամադրելու տեսանկյունից։ Նա նաեւ նշեց, որ Եվրախորհուրդը փորձել է արագ հարմարեցնել ծրագրերը, շեշտը դնելով փախստականներին օգնություն տրամադրելու վրա։ Մենք ոչ միայն ժապավեն ենք կտրում, որը խորհրդանշական եւ կարեւոր է, այլև արդեն ունենք այն հնարավորությունը, որ լսենք ձեր կարծիքները, թե ինչպես է կենտրոնը գործնականում աշխատել, ինչ ազդեցություն է ունեցել փախստականների ու քաղաքացիների կյանքում, երբ նրանց տրամադրել եք որևէ տեղեկություն։ Հուսով եմ, որ այդ զանգերի կենտրոնը շարունակական եւ տևական դրական ազդեցություն կունենա ձեր աշխատանքի վրա, նպաստելով տեղեկատվական ծառայությունների մատուցմանը։ Ծրագրերի նպատակների մասին խոսելիս նշվեց, որ այն նախատեսում է Հայաստանի իշխանություններին տրամադրել համապատասխան աջակցություն տեղահանված անձանց ու փախստականների կարիքները հոգալու համար։ Զվարթ Ղազարյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։
Այս տարվա սուբվենցիոն ծրագրերից Գյումրին բաժին չունի։ 2024 թվականի հոկտեմբերից Գյումրիում ստեղծված կառավարման ճգնաժամի պատճառով ձախողվել է նաև այս ծրագիրը։ Քաղաքի ժամանակավոր իշխանությունն էլ չի հասցրել սուբվենցիոն փաթեթներ կազմել։ Իսկ ընդհանուր Շիրակի մարզի 5 համայնքներից կառավարություն ուղարկված ծրագրերը իրենց ենթածրագրերով անցած տարվանից շատ են, ինչի արդյունքում հատկացվող գումարն էլ 8 միլիարդից ավելին է կազմել։ 2024 թվականի տարեսկզբից թիմ կառավարման գործում իրար հետևից շարունակվող անհամաձայնությունների վերջնակետը քաղաքային իշխանության հրաժարականն էր, որի հետևանքով հասունացած կառավարման ճգնաժամը անկորձությունը բերեցին նրան, որ ենթակառուցվածքների նորոգման, այդ թվում սուբվենցիոն որևէ ծրագիր չգրվեց։ Այս ընթացիկ տարվա համար դեռ Գյումրին ծրագիր չի ներկայացրել կառավարություն։ Չկարողացան նախագծային, նախահաշվային փաստաթղթերը ամբողջությամբ ժամանակին ավարտել եւ ներկայացնել համապատասխան գերատեսչություն, որի շրջանակներում էլ համապատասխան միշտ գերատեսչությունը հավանության չի արժանացրել, դրա պատճառով մենք 25 թվականին մինչ այժմ չունենք ներկայացված որևէ փաթեթ, որ կարողանա 25 թվականին մեկնարկ ունենալ։ Ճգնաժամային իրավիճակից ելքն էլ նաև կար, պետությունը նման դեպքերում ծրագրեր ներկայացնելու ժամկետը 6 ամսով երկարացքում, բայց դա էլ չօգնեց կամ գործելու հնարավորություն չտվեց ծրագրեր մշակելու, այդ ուղղությամբ ոչինչ չի արվել։ Հիմա դարձյալ լրացուցիչ ժամկետ է նշանակվել եւ Գյումրին շանս ունի մինչեւ մայիսի 25-ը սուբվենցիոն փաթեթ կազմելու։ Համայնքը դեռ պետք է ձևավորման փուլից հետո արդեն համապատասխան համայնքի ղեկավար ունենալով պետք է լծվի գործի, որովհետեւ ամբողջական փաթեթներ ներկայացվի։ Փաթեթներ կազմելու հնարավորությունը կար քաղաքապետի պաշտոնակատար նշանակվելուց հետո։ Ժամանակավոր իշխանությունը հետ ընկած կամ անավարտ մնացած ծրագրերը քաղաքային տնտեսությանը վերաբերող այլ խնդիրները քննարկելու, ավականուն իստեր հրավիրելու իրավունք ուներ, բայց այս ընթացքում եւ մասնավորապես սուբվենցիոն ծրագրերի հարցով աշխատանք չի տարվել նաեւ օբյեկտիվ պատճառներով։ Ինքը ամբողջական լիազորություններ չուներ, քանի որ այդ բոլոր ծրագրերը պետք է իրականում անձնային հանրային քննարկում եւ ավականու որոշումը ավականով պետք է հաստատվեին։ Այսինքն այստեղ հարց էր առաջանում, եթե տվյալ պաշտոնակատարը ծրագիր էր իրականացնում, սակայն չունեինք ավականի ձևավորված եւ չէր հաստատվում, ստացվում էր, որ համայնքի բյուջեի եղած գումարները կարող է ոչ նպատակային ուղղվեն ու կարող է ավականի չհաստատվել եւ ստացվել, որ այդ գումարները փոշիացվեն։ Սուբվենցիոն ծրագրերից բացի օրակարգային այլ հարցերի շուրջ այդպես էլ 2024 թվականի սեպտեմբերից ավականունիստեր չեն եղել Գյումրիի քաղաքապետարանում, չնայած արտահերթ ներգումարելու առաջարկներին։ Հաջորդական ձախողումներից հետո հիմա հարց է, թե մինչև մայիսի 25-ը նոր ձևավորվող տեղական իշխանությունը ինչքանով կհասցնի սուբվենցիոն հայտեր ներկայացնել։ Մարզպետարանի պատասխանատուն սա քիչ հավանական է համարում։ Ամբողջական փաթեթ ստեղծելու համար պետք է որոշակի գործընթաց իրականացվի, որի մեջ իր փաստետում արկա է նախագիծ նախահաշվի երկրաբանական հետազոտություն, եթե շինությունն է տեխնիկական եզրակացություն, այսինքն ընդ որում յուրաքանչյուր նախագիծը նաև պետք է համաձայնեցվի համապատասխան գերատեսչությունների հետ, ջուր, գազ, ցանց եւ այլն, որովհետեւ չստացվի այնպես, որ մենք ճանապարհ ենք վերանորոգում, հետո բարձրացվի, որ ճանապարհի տակից անցնում է կոյուղագծեր կամ ռոռոկման կամ խմելու ջրագծեր, հետո պետք է որոշակի քանդման աշխատանքներ իրականացնել։ Ըստ այդմ Գյումրին այս տարի բավարարվելու է անցած տարիների կիսատ մնացած ծրագրերով։ Դեռ 2023-ից անավարտ աշխատանքներ կան, որոնք վերաբերում են մոտ 20 փողոցների ասֆալտապատմանը, մարզական ու մշակութային 1-2 կենտրոնների վերանորոգմանը։ Այդ սուբվենցիոն փաթեթները քաղաքային նախկին ղեկավարների օրոք էին հաստատվել, բայց գործը շինարարի մրցույթին չէր հասել, դարձյալ իշխանափոխության պատճառով։ Քանի որ արդեն իսկ այդ ծրագրերը իրենք հաստատված էին միջգերատեսչության կողմից եւ կար ավականու որոշումը եւ կար հանրային քննարկումները, դրանք հիմա գտնվում են մրցույթային փուլում, որպեսզի ծրագրերը իրականացնեն։ 3 ծրագրերից 2-ի մրցույթները չեն կայացել, մասնակցող շինընկերություն չի եղել, նորից է հայտարարվել մրցույթ։ Շինընկերություն գտնվելու դեպքում 2 տարի անց կսկսեն աշխատանքները 20 փողոցներում։ Սրանք միակ ուշացած ծրագրերը չեն, 2024 թվականի սուբվենցիոն փաթեթներով էլ կան չմեկնարկած աշխատանքներ։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։